Դերեն ես ուզում եմ իրականում նախ Նիկոլ Փաշինյանի այդ մերձավոր շրջապատի ու հատկապես իր ընտանիքի անդամների բարեկեցությանը, հա, 18 թվականից հետո, թե ինչպես նրանք շատ արագ իրենց գլուխներում, իսկ ավելի ճիշտ եթե արտահայտվենք իրենց գրպաններում հաղթահարեցին աղքատությունը, որպեսզի մեր հանրությանը ակնհայտ լինի, որ այդ Նիկոլի այդ բոլոր թեզերը թալանը հետ բերելու կոպեկ առ կոպեկ եւ այլն, չէր վերաբերում հանրությանը եւ հարստանալու եւ բարեկեցություն ապահովելու բոլոր նպատակները միայն իր ընտանիքի իր նեղ շրջապատի համար պետք է արվեին, այսինքն ինքը ոչ թե բողոքում էր սոցիալական անարդարությունից, այլ բողոքում էր, որ ինքը չէր թալանում եւ ինքը այդ կոռուպցիան չէր իրականացնում։ Իհարկե մի հաղորդում նույնիսկ ես կարծում եմ, որ նույնիսկ 10 հաղորդում չի բավականացնի, որպեսզի մի 2 ժամ կարող ենք խոսել, ներկայացնենք նիկոլական այդ թալանի այդ ամբողջ սխեման, իշխանության այդ թալանի ամբողջ սխեման, բայց փորձենք գոնե այսպես թռուցիկ հպանցիկ անդրադառնանք։ Օրինակ Աննա Հակոբյան։ 大家好，我姓Հակոբյան, 我叫Աննա Հակոբյան։ Դերենիկ չիներեն նոր խոսել սովորող եւ նորաձև կրթվող այս տիկինը հենց 2018 թվականից արդեն իր ագահության չափաբաժինը միանգամից ցույց տվեց եւ չկարողացավ թաքցնել, եթե հիշում ես Նիկոլ Փաշինյանի հետ շատ արագ ինքը սկսեց մեկնել շրջագայությունների ինքնաթիռով։ Ծրիա, էլի։ Դե ասում եմ մեկա ծրիա, ինքնաթիռում են բասկաթոռը դատար կա, ներեցեք արտահայտության, բայց ինքն է ասել, հյուրանոցում էլ անկողինն էլ հուսով եմ որ դատար կա, դե նա ինչ տարբերություն, ես գնում եմ թե չեմ գնում, էլի։ Միայն Աննա Հակոբյանը չէր, աղջիկներով, ընտանիքով, բանով, հա, էլի։ Կարող ասենք ասկ բարեկամից էլ ինչ որ մարդ եղել, ուղղակի մենք չգիտենք, հա։ Մեկա ծրի է, էլի ինքնաթիռը թռնում է։ Հետո եթե հիշում ես այն ժամանակ այսպես sense գզգզած մազերով, ինչ որ շատ անհասկանալի հակու կապով ինքն էլ խոստովանում էր, ասում էր ես ճաշակ չունեմ, ես պարտադիր պիտի դիզայներ ունենամ ինձ հետ, Վարշավին էին տանում իրենց բոլոր շրջագայություններին եւ այլն։ Հետո շատ արագ զարգացավ, շատ արագ ինքը հասկացավ գումար հավաքելու այդ փող աշխատելու մեթոդները ու հիմա արդեն բանը հասել է նրան, որ Աննա Հակոբյանի հետ ընտրելու համար առնվազն ամենակիչը 1 միլիոն դրամ պիտի վճարես։ Ուրիշ տարբերակ չկա, եթե Աննա Հակոբյանի հետ ընտրում ես, ուրեմն դա մինիմալ վճարն է, չէ՞, ասենք դե հետո ոնց որ գնալով բաները, ստավկաները բարձրացան, էլի ավելի էր բարձրացրել ու իր հիմնադրած այդ հիմնադրամը, ինչպես որ դու ասացիր, արդեն իշխանականների հետ կապ ունեցողների համար կամ այն մարդկանց համար, ովքեր իշխանության միջոցով ուզում են փորձում են լուծել իրենց խնդիրները շատ լավ մուծվելու նվիրատվություն, այսինքն կարող ենք այդպես ենթադրել։ Նո անուն դնում են նվիրատվություն, բայց հետակը ինչ կա արդեն մեկ իրենք գիտեն, մեկ այդ մուծվողը գիտի, հա չէ, կոռուպցիոներ չեն, չէ, կոռուպցիան էլ դեպոզով ոչով կենթանի չի, իրենք ոչ լսել են, ոչ տեղյակ են։ Մի հատ հիպոթետիկ մի հատ իրավիճակ կարող է լինել, ասենք գործարարներին ենթադրենք ուղարկում են այդ ճաշկերույթին մասնակցելու, որ առնվազն 1 միլիոն վճարեն կամ մասնակցեն, կարող են լինել մարդիկ, ովքեր ճեղում գցում են այդ հրավերները, թքած ունենալով էլի այդ ամեն ինչի վրա, ու հետո կարող է հարկայինից հայտնվեն, ասեն եղբայր ջան, սխալ ես արել, որ չես մուծել ու չես եկել, հիմա մենք ստուգումներ ենք սկսում, այսքան տուգանք, այնքան տուգանք, որպեսզի այսքան այնքան տուգանքները չլինի, արի կլինի դրա կեսը խոսքի մուծվի այդ հիմնադրամին, որ բրծնես էլի կո։ Դե ամեն ինչ հնարավոր է լինի, չէ՞, ամեն ինչ էլ հնարավոր է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բիզնես շրջանակների դեպքում, այլ նաև քաղաքական գործիչների հանրային դեմքերի պարագայում իրավապահ համակարգին դարձրել է իր ձեռքի գործիքը եւ խաղալիքը ու օգտագործում է իր անձնական շահերի համար, այնպես որ ամեն ինչ հնարավոր է ու դա միայն երևացող կողմն է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ լավ 1 միլիոն դրամ վճարում են Հետո օրինակ մի բիզնեսից միայն մի հոգի չի մասնակցում, մի քանի հոգի են մասնակցում, դա էլ պիտի հաշվի առնենք։ Ոչ միշտ է որ 1 միլիոն են մուծում, ասենք կամ մարդ կա, ասենք շատ վռած գործ ունի, ընդհանրապես իշխան կարա 5 միլիոն մուծի կամ 10 միլիոն էլի։ Դե հա, իրանք էլ դեմ չեն լինի բնականաբար։ Ու
ընդամենը մի դեպք հիշատակենք, որովհետև վերջինն է եղել, որովհետև Աննա Հակոբյանի ֆինանսական կարողությունների, հնարավորությունների, հագուկապի, զարդերի եւ այլնի մասին շատ մամուլում շատ հրապարակումներ են եղել, բայց քանի որ սա ամենավերջինն ու թարմն էր, դրա համար եմ սա նշում, որովհետև ուղղակի ասում եմ, ժամանակը չի բավականացնի, Սուրբ Ծննդյան օրերին, որ եկեղեցի էր գնացել, մամուլը հրապարակեց միայն զարդերի արժեքը։ Ուրեմն կրում էր իտալական բրենդի Աֆրոդիտե հավաքածուի զարդերը, ականջողերի արժեքը շուրջ 2.5 միլիոն դրամ, վզնոցինը 3.5 միլիոն դրամ, մատանու արժեքը շուրջ 2 միլիոն դրամ, այսինքն ընդհանուր իր այդ զարդերի արժեքը 8 միլիոն դրամ էր, այսինքն մեկ օրվա $20,000-ից ավել, մեկ օրվա ընդամենը զարդերը հագուստի մասին չենք խոսում, դե մնացած այն պետական այդ բան, մադավատ բան դրանց մասին էլ չենք ասում, թե այդ օրվա համար ինչքան գումար է ծախսվել, որ ինքը ակետից տեղափոխվի բկետ ու գնա այդ բաներին, հա, Փաշազադեի հրահանգով եկեղեցու հարցակման այդ շրջանակներում պատարագին մասնակցի։ Այսինքն մեկ օրվա զարդը Աննա Հակոբյանի 8 միլիոն դրամ է, հարգելի քաղաքացիներ։ Հիմա դուք նայեք, դուք կարողանում եք 8 միլիոն դրամ մեկ օր ձեզ համար զարդեր ունենաք եւ կրեք։ Հիմա խնդրենք քպականներին, որպեսզի փորձեն արդարացնել, հա, որտեղից այդ 8 միլիոն դրամը կոնկրետ այս դեպքում, հա, մի դեպքով, ինչպես ճիշտ նշեցիր, դրանից առաջ էլ հագուստների հետ կապված, շատ հրապարակումներ են եղել, հա, ծախսերը չեն համապատասխանում, ինչքան էլ իրենց այդ պարգևավճարները բաժանեն, ինչքան էլ, չգիտեմ, աշխատավարձ իբր բարձրացնեն, բան միևնույն է, հնարավոր չի տեղավորվել այդ ամեն ինչի մեջ։ Որտեղից այդ մարդուն այդ գումարները ինչպես են գեներացվում, նաև իրենք եկեղեցով ամուսնացած չեն, չէ՞, այն ժամանակ ասեց իր հաղորդմանը նախկին։ Հա, այսինքն կիննել չի, հա, այդպես է դուրս գալիս։ Բայց ես կարծում եմ, որ գուցե ընտրությունների նախաշեմին այդպիսի մի ներկայացում իրենք Դե կարող է ասենք այնտեղ լիքը կարկալից Դավաճան, հա, կարկալից այս քահանաներից մեկն էլ իրենց պսակադրի Նիկոլական աղանդի շրջանակներում կարող են բան կազմակերպել այդպիսի պսակադրություն, բայց վերադառնանք այդ իրենց գործն է, բայց փողերը մեր գործն է։ Վերադառնանք իրենց ընտանիքի անդամներից մյուս անդամներից մեկին, հա, Աննա Հակոբյանի եղբայրը, Հրաչյա Հակոբյանը։ Այս երիտասարդը նախկինում դերասան է եղել, Խամաճիկների թատրոնի դերասանները տիկնիկ միկնիկ էր խաղացնում եւ այլն, բայց այնքան անհաջող դերասան էր, որ նույնիսկ ֆիլմերում չէին կանչում, որ ինքը նկարահանվի ու միակ այսպես հիշվող, հա, բանը դերը համենայն դեպս որ եղել, հա, դա ադրբեջանցու դեր խաղալներ, այսինքն այն ժամանակվանից է ինքը հասկացել, որ վերջը պետք է ադրբեջանցիների ում փոչը պետք է բռնել էլի աղբերություն անի ադրբեջաներեն էր բանանում, խոսում այնտեղ սովորել էր կինոներ, որ ասում է իր փոչը բռնե։ Հիմա Հրաչյա Հակոբյանից մի փոքր տեսանյութ դիտենք ու շարունակենք։ Ադրբեջանցի զինվորի դեր խաղացել եմ Գորած մոլորածը Հայաստանում ֆիլմում։ Ադրբեջանցի զինվորի։ Այո, այո։ Այնտեղ մի վերջում մի տեսարան կա, որ երկու ադրբեջանցի զինվոր այդ գերի ինկածներին ինչ-որ բռնանում են նրանց նկատմամբ։ Ne edersen? Ahmaksan, söndür. Niye? Hele bize öz ayaklarıyla düşüpler. İndi de istesen ki bizden koparsınlar. Söndür. 41 kabul etti. Bizde her şey normaldir. Bizde her şey normaldir. Dragini sonu. Yaxşıdır. Yaxşıdır, yaxşıdır. Այս էժանագին հոլովակներում, սերիալներում եւ ֆիլմերում փոքր, բայց ադրբեջանցու դեր է կարևոր է։ Ադրբեջանցու դեր խաղացող այս երիտասարդը փաստորեն 2018 թվականից հետո այնքան կարողություն է ունենում, հա, մտավոր այնքան ունակություններ է ունենում, որ սենց մի անգամից աղքատությունը հաղթահարում է գրպանում ու արդեն 3 տարում 3 անշարժ գույք է ձեռք բերում։ Երկուսը հեղափոխությունից հետո, չէ՞։ 18 թվականից հետո, երկուսը ձորախփյուրում, մեկը ջրվեժում, հետո այնտեղ էլ ինչ որ անշարժ գույքեր առնում, վաճառում, մեքենաներ, հա, ինչ որ sense բաներ անում։ Իր տնից էին, չէ՞, կողություն արել 7 միլիոն էր, ինչքան էր հանել տարին։ Գումարը չեմ հիշում, բայց բավականին զգալի գումար էր, հա։ Փաստորեն sense մի անգամից
այս ներեցեք այս բառը համար դզվում է էլի սեն։ Չէ, չկա, խնամի ծանոթ բարեկամ, տենց բաներ չկա։ Հեղափոխությունը դրա համար էր եկել, բայց դե չկա մարդը վերացրել է էլի, տաղանդավոր երիտասարդ աղջիկ։ Սենց միանգամից բան է էլի, միանգամից աղքատությունը հաղթահարում է, գրպանում ու սենց անշարժ գույքեր է գնում, հա, բանա կարողություններն է ինքը դիզում իր ու միակ քպականը չի ինքը։ Միակ քպականը չի, ու ամենահետաքրքիրը նա է, որ եթե 10 թվականից առաջ ինքը ուղղակի երազում էր, որ գոնե մի այսպես ֆիլմում փոքրիկ դեր տային կամ ինչ որ մի էժանագին հոլովակում հրավիրեին, որ ինքը նկարահանվեր, հիմա նույնիսկ արդեն չի առաջադրվում որպես падգամավորության տեխնացու։ Այսինքն այնքան է արդեն գործերը լավացել, որ նույնիսկ չի ուզում падգամավոր դառնալ։ Բայց քպականները այստեղ կներկայացնեն Արեգնաց, որ իրենք պայքարում են խնամի ծանոթ բարեկամ։ Բայց միջև Կատարի ազգային ժողովում նստած ինչ էր անում։ Իմիջիալովնս լավ էլ գործ էր անում այնտեղ տեղից նստած, հենց Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի անուն էին տալիս ընդդիմադիրները։ Սենց տեղից նստած, «Հո, բանից ինչ եք ասում, բանման», դե ասենք դե փողի աղբյուրին ես չէ կպնում։ Եղջյուրին փողի կպնում ես, ոնց կարելի է տենց բան էլի։ Հիմա արդեն չէ, այլ չի առաջադրվում, ինքը արդեն այդքան գործերը առաջ են էլի գնացել, լավ են գործերը լավ են, այլ պարգևավճարներն էլ արդեն չի ուզում ստանալ, բան, էլի այդքան իր գործերը լավ են, պատկերացնում ես դերեն։ Փառք Աստծո, բայց ես ուրախ եմ, որ ինչ-որ մեկի մոտ գործերը լավ են գնում, բայց մյուս կողմից շատ վատ եմ զգում, երբ դա ժողովրդի իմ հաշվին, հարկատուների հաշվին, հանրային ռեսուրսների հաշվին է տեղի ունենում այդ ամենը։ Բայց ամենից հուշում է, որ իրենք այդ ճանապարհներ ընտրեն, այն ոսկե հորդ կինոն կա, չէ՞, ասում է Պանիկովսկին այդ մահախոսականը որ կարդում, ասում է Պանիկովսկի միշտ ձգտում էր ապրել հասարակության հաշվին, բայց հասարակությունը համառորեն մերժում էր։ Իրենց կարծես թե չեն մերժել, էլ իրենք ձգտում էին ապրել հասարակության հաշվին ու 7 տարի էլ ապրում են հասարակության հաշվին։ Իմիջիալոս Նիկոլ Փաշինյանի ընտանիքում Հրաչյա Հակոբյանը միակը չի, որ հրաժարվում է падգամավոր դառնալուց, ու այդ նրա համար չի, որ ինքը օրինակ այսքան տարվա ընթացքում հասկացա, որ այդ իր գործը չի էլի, ոչ մի բառ ամբիոնից, ոչ գվացել, ոչ բվացել է, այնտեղ ոչ մի օգտակար հանրօգուտ գործունեություն չի իրականացրել, դե պարզ է ինչի համար են հրաժարում, էլ իրանց դա պետք չի, էլի մեկը արդեն փողը գալիս է, էլի կողքից, եղբոր տղան, այսինքն բայց ինքը շուտ էր հրաժարվել։ Ինքը ավելի շուտ էր հրաժարվել, սա երևի Միշների Շուստրիներն են շատ արագ էլի կարողացավ բանանել, գործերը դասավորել Սիփան Փաշինյանը։ Այն Սիփան Փաշինյանը, որ ես հիմա կխնդրեմ մեր ռեժիսորին, որ ցուցադրի այդ հարցազրույցից մի հատված, որտեղ իրեն հարցնում են, թե 18 թվականին ինչ է փոխվել ձեր կյանքում падգամավոր դառնալուց հետո, լսենք ու շարունակենք։ Անձամբ ձեր կյանքում ինչ է փոխվել падգամավոր ընտրվելուց հետո։ Կոստյում եմ առել։ Դերենիկ։ Բայց կոստյումն էր, որ պետք է իրեն զարդարել, հա։ Կոստյում է առ, չէ, կոստյումն էլ չէր զարդարի, բայց հասկանում ես, մարդը դարձել է падգամավոր, նույնիսկ կոստյում չի ունեցել։ Իմիջիալոց հայկական ժամանակում էր աշխատում, եթե չեմ սխալում, ծրի չէր։ Անեցակ Հրաչն էր հայկական ժամանակում աշխատում։ Այսինքն ընտանեկան բիզնեսը տեղափոխվել է։ Հիմա ընտանեկան թերթ ընտանեկան բիզնեսը հայկական ժամանակը։ Բայց ընտանեկան բիզնեսի հիմնական այդ աշխատակազմը տեղափոխվել է կառավարություն։ Ու ազգային ժողով։ Ու ազգային ժողով, արդեն դա դարել ընտանեկան բիզնես էլի։ Ուրեմն էս Սիփան Փաշինյանը այնքան ճարպիկ է լինում Դերենիկ, որ մի անգամից այդ որ կոստյում չունեցող այդ Սիփան Փաշինյանը միանգամից Lexus-ը առնում, հրաժարվում է բանից, մանդատից, դուրս է գալիս քաղաքականությունից, տեղափոխվում է Ուկրաինա, ու հրաշք գործերն առաջ են գնում, տեղափոխվում է Ուկրաինա, անշարժ գույք է ձեռք բերում, փայտի բիզնես է դնում, հետո մեքենաների սպասարկման բիզնես է դնում, հիմա էլ ձայնը դուրս չի գալիս, Հայաստանում ինչ է կատարվում, ինչ չի կատարվում, Մուցուրյան հետաքրքիր չէ էլի ընդհանրապես, ինքը այնտեղ ոնց որ իր գործերը լավ առաջադարում, այս մամուլում այս բոլոր տեղեկությունները կան, այնպես չի էլի, որ մենք սենց օթից ենք վերցրել ու իրենք էլ ոչ հերքել են, ոչ ինչ որ բան, այսինքն Չէ, ինչ երկեր, ակնհայտ իրողություններ, այստեղ մի շարք իրողություններ, ինչ է երկեն, էլի, այդ ակնհայտ բանը ասեմ։ Չէ, ուզում եմ ասեմ, կարող է էլի ինչ որ բիզնեսներ անդեղ դրել, ես չգիտեմ։ Հերձումը ցույց կտա, իրավական հերձման մասին, քանի որ հունիսից հետո Նիկոլ Փաշինյանը այլևս չի լինելու իշխանության։ Անխուսափելի իշխանափոխությունից հետո։ Անխուսափելի իշխանափոխությունից հետո արդեն երևա թե
ով ինչ հաջողակ բիզնեսների մեջ ա եղել ու ինչպես են ապրել հանրության հաշվին։ Տերենիկ, ես ընդհանրապես դեմ եմ, որպիսի իշխանական եւ հանրային իշխանավորների, հանրային դեմքերի ընտանիքի անդամներին թիրախավորում են, բայց Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, նաեւ իր ընտանիքի անդամները հենց իրենք են այնպես անում, որ իրենց թիրախավորեն եւ իրենց քննադատեն, այսինքն իրենք են հատուկ մեջ ընկնում, ես ուրիշ բառ չեմ կարողանում այստեղ ասել, մտածված, միտումնավոր, իրենք իրենց մեջ են գցում, որպեսզի դառնան հանրային թիրախի առարկա։ Իրենք սնվում են այդ ատելության միջավայրով եւ հենց իրենք են այդ ատելության միջավայրը ստեղծում, իրենք սնվում են դրանով եւ իրենց համար կարեւոր է, որպեսզի այդ լայքերի եւ ամենօրյա խոսույթի, խոսակցությունների թեման, թիվ 1 թեման իրենք լինեն։ Եթե հիշում ես Նիկոլ Փաշինյանը Մարիամ Փաշինյանին իր դստերը ձի էին վարում, ասում էր Մարիամ, եթե ձիուց ընկնես, լայքերն ավելի կշատանան։ Այսինքն իրենք նույնիսկ դրան են պատրաստ, որ օրինակ իր դուստրը Մարիամը ձիուց ընկնի, միայն թե լայքերը շատանան։ Հիմա էլ էս աղջիկը էս վերջերս էլի ինչ որ տեսանյութ էր հրապարակել։ Հիմա Մարիամը չէ, թե այդ Մարիամը տեսանյութ էր հրապարակել։ Ցնցել է համացանցը։ Հա, դիտենք ցնցող տեսանյութը եւ շարունակենք։ Ու շատ դեպքերում չգիտեմ նկատել եք թե չէ, բայց օրինակ որ գնաք ուրբաթ օրը խմելու, շաբաթ օրը խմելու ձեր խմող ընկերները երբեք չեն ասի, վայ, էս ինչ ես անում, էլի խմում ես, էլի կլուբում ես կամ էլի ես որտեղ ես, տենց չեն ասի, բայց որ իրանք տեսնեն քեզ առավոտները ժամը 5-ին արթնանալուց, երբ որ գնում ես վազում ես եւ այլն, sense կոմենտներ կարան արեն, կարան վայ, բան քեզ տարել է սպորտը, ինչ ես անում, արի գնանք, տուտասյուտա։ Հիմա որ մի քանի բառ կա իրար կողք դնեմ, կկմփա աշխարհը։ Կլուբ, խմել, պարել, ալկոհոլ։ Դուդի սյուդի, Տերենիկ։ Դուդի սյուդի։ Ու փաստորեն էս աղջիկը, որ ըստ տարածված տեղեկությունների ու ինքն էլ ամեն ինչ անում է, որ հաստատվեն այդ տեղեկությունները, փաբերում խմել սիրող էս աղջիկը 2018-ից հետո շատ բարձր աշխատավարձով աշխատանքի է տեղավորվում Digitain-ում ու 4.2 միլիոն դրամով աշխատավարձը 1 տարվա ընթացքում բարձրանում է։ Օրինակ 2021 թվականին ստանում էր 6.7 միլիոն դրամ, իսկ հաջորդ տարի արդեն եկամուտը դառնում է 19 միլիոն դրամ։ Բայց ում պապանն էր վարչապետ, որ այդքան փող չլնելա։ Թագավորի աղջիկն է, ընկերուհիները իրեն այդպես են չէ դիմում, ասում են թագավորի աղջիկը։ Դե բնականաբար թագավորի աղջիկը նաև պետքա $27000-անոց պատավատ ունենա, հետնել մի հատ անվտանգության աշխատակից ունենա, որ դուռը բացի, որպեսզի Մարիամ Փաշինյանը նստի, հետո էլ բացի որ դուրս գա մեքենայից։ Ու հիմա ասում է, չնայած ասում է, մամուլը սխալ էր գրել, բան, ես բան, իմ փողերն ուր են, իմ աշխատավարձուր է, հիմա ես էլ չեմ աշխատում, բայց ինչա պարզվում, ով հրաշք, այս երիտասարդ աղջիկը այնքան տաղանդավոր է լինում, որ արդեն բիզնես լեդի է դառել, բիզնես գործունեություն է ծավալում, փակ բաժնետիրական ընկերություն է հիմնել, որը պիտի զբաղվի սպասարկման ոլորտում, հա, ծառայություններ կգի մարդուցին։ Չգիտեմ, ինչ ծառայություն լռում է այդ մասին։ Դե մի բան կգտնեն պետական տենդերներով, բաներով, մի բան կտան էլի։ Արեկնաս շատ շահագործեցին Աշոտ Փաշինյանին։ Աշոտ Փաշինյանի վրա լավ PR եղան։ Հա տրաֆիկինգի էին ենթարկել այդ տեղում, լուրջ եմ ասում։ Լսի, այսպես որ նա մեղքս տալիս էր այդ տղային, էլի։ Այսպես որ նայում ես այն բանը, միջներից ամենաանտաղանդը Աշոտ փող աշխատելու առումով միջներից ամենաանտաղանդը Աշոտ Փաշինյանն էր, որովհետև Աշոտ Փաշինյանը Հարությանը հայտնի դառավ 18-ից հետո, բան չէ, տեսանյութ կար ինչ որ անհասկանալի տարածքում, ինչ որ անհասկանալի կարեջուր վաճառելու շարժու ձևով ինչ որ բաներ պարում էր, ինչ էր անում, ասենց չգիտեմ, այդ բանը պարել չէր, դա ինչ որ ասենց տրանսի մեջ էր, ինչ որ անհասկանալի ռիտուալային, ինչ որ ծիսակարգային, չգիտեմ, ես կխնդրեմ ռեժիսորին ցույց տա այդ կադրերը Աշոտ Փաշինյանի, որ Հարությունը ինքը տեսնի ու հասկանա խոսքը ինչի մասն էր։ Ես ուղղակի ճիշտ ասած չգիտեմ, սա պարա թե ինչա ծիսակարգային ինչ որ բան է, որովհետև այն կողքի երիտասարդներն են էլի տարօրինակ շարժումներ անում
Հետո այս Աշոտ Փաշինյանը փաստորեն փող աշխատելու։ Հետո ճամփին պիվա ծախելու։ Հա, հետո գնաց գարեջուր էր վաճառում, հետո գիդ էր աշխատում, հետո մեկ էլ որոշեց, որ ինքը բան է, նկարիչ է, պիտի նկարիչ դառնա, ինչ որ ցուցահանդես, բան, գնացին լրատվամիջոցները, լուսաբանեցին, բան արեցին, տնից էլ գնացի առանձիներ ապրում։ Մի խոսքով հիմա բան, հետո շուրջ անհասկանալի։ Արեգնաս իսկ Աշոտը Փաշինյան ավելի շուտ աճոքել, որ Նիկոլենցից հեռու պետք է մնալ։ Որովհետև գալու են ժամանակներ։ Դե ասած քեզ որտեվ այն անխնաձևով որ իրեն օգտագործեցին իրենց PR-ի համար այդ բանակում ծառայելու տարիներին կհիշես Աշոտ Փաշինյանին ինչ մի բան էին էլի ներկայացնում։ Այդ ասեցի հիշեցի Արցախում ուղաթիռը հիշում ես որ ընտանիքով լսում էին ինքնաթիռ գնում տաքսիի տեղ այդ ուղաթիռը օգտագործում ասում էին ախպեր ինչ եք ուղաթիռով գնում այդքան $300,000 էր եթե չեմ սխալվում մի թռիչ կամ ինչ որ մեծ թիվ էր, կարող է սխալվեմ 100,000 կամ չգիտեմ ինչ, կամ մեծ թիվ էր։ Ասում էին, որ վերտա այդ ինքը ուղաթիռը չթռնի, կժանգոտվի։ Մենք լավություն ենք մենք անում։ Մենք հանրության համար լավություն ենք անում պետության համար։ Պիտի թռնենք, որ չժանգոտի։ Խնայում ենք, թռնում ենք, որ չժանգոտվի։ Հիմա հարց էլի, ասենք։ Ուր է այդ ուղաթիռը։ Ժանգոտվել է, ուղաթիռը, չեք թռնում Արցախ գալիս։ Ինչ եղավ ուղաթիռի պատմությունը։ Այն հիշում ես այն նախորդ թողարկման ժամանակ որ Nissan Qashqai մասին խոսում էին։ Երևի տարել են դրել են այդ Nissan Qashqai կողքը իրար հետ ժանգոտում են։ Ու բան այնտեղ հիշում ես ռիլեր էին նկարում այդ ուղաթիռի մեջ ցենց նկարներ պետական ամետ եւ այլն։ Հիմա չկա։ Իբր մենք հայրենասեր ենք։ Արցախը Հայաստանը եւ վերջ, այդ ծրագրի շրջանակներում, բայց արդյունքում պարզվեց, երբ որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, փաստորեն իր որդին Արցախի հողի Ադրբեջանի հողի վրա էր։ Լեզուս էլ չի պատկվում ասեմ։ Դե հիմա Ադրբեջանի հողի վրա։ Ալիևի օրենքներով իր որդին պետքա պատասխան, դա ինքն էլ հետ է։ Փաստորեն։ Ալիևի օրենքներով